Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալում լարված ու հուզիչ պահերը գնալով ավելանում են, իսկ հերոսների ճակատագրերն ավելի խճճվում։ Միքայելի և Ֆաինայի միջև տեղի ունեցող զրույցը, որտեղ Ֆաինան հուզված խոսում է Հենրիի մայրիկի մասին, կարող է դառնալ նոր շրջադարձային պահ պատմության մեջ։ Բայց հարցն այն է, արդյոք Հենրին հասցրեց լսել նրանց խոսակցությունը, թե ոչ։ Հենրին և Անան ներս են մտնում ճիշտ այն պահին, երբ Ֆաինան դեռևս խոսում էր բարձր ձայնով, ինչը գրեթե անհնար է դարձնում, որ Հենրին ոչինչ չլսեր։ Նրա քույրը չափազանց հուզված էր, և դա չի վրիպում Հենրիի աչքից։ Նա անհանգստացած փորձում է պարզել, թե ինչու է Ֆաինան նման հոգեվիճակում։ Սակայն գաղտնիքները երկար թաքցնել հնարավոր չէ, և մի օր ամեն ինչ բացահայտվելու է։ Հենրի կասկածներ ունի, բայց արդյոք նա կկարողանա ամբողջությամբ հասկանալ ճշմարտությունը, թե ինչ-որ մեկը կխանգարի նրան։ Հենրին հրաժեշտ է տալիս Անգելինային և նրա ընտանիքին, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստվում է հանգիստ նստել և ընդունել այս կորուստը։ Նա հասկանում է, որ Անգելինան դեռ զգացմունքներ ունի իր հանդեպ, և դա նրան ուժ է տալիս։ Երբ նա տեղեկանում է, որ Անգելինան ընտանիքի հետ պատրաստվում է լքել երկիրը, նա որոշում է գնալ նրանց հետևից։ Այս որոշումը ցույց է տալիս Հենրիի բնավորության մի կարևոր կողմ. նա երբեք չի հանձնվում առանց պայքարի։ Նա հասկանում է, որ կարող է սխալներ գործած լինել, բայց նաև հավատում է, որ կարող է փոխել իրավիճակը։ Հենց այս պահից սկսվում է նրա կյանքի նոր փուլը պայքարել սիրո համար, ինչ էլ որ լինի։ Սերիալի ստեղծագործական թիմն արդեն վերադարձել է Վրաստանից, բայց 3 օր նրանք գտնվել են Վրաստանում, որտեղ նկարահանվել են շատ կարևոր դրվագներ։ Սակայն նկարահանումները բնականաբար հարթ չեն ընթացել, թիմը բախվել է տարբեր դժվարությունների։ Եղանակային անբարենպաստ պայմաններ, նկարահանումների ընթացքում եղանակը բավականին ցուրտ է եղել, մի օր արև, հաջորդ օրը բավական ցուրտ ձմեռ, ինչը ստիպել է փոխել որոշ տեսարանների նկարահանման ժամանակացույցերը։ Նույնիսկ դերասանները հրապարակում էին տեսանյութեր ու լուսանկարներ, ցույց տալիս, որ նկարահանումներն ընթացել են մինչև առավոտ։ Թիմը ստիպված է եղել տեղափոխվել Վրաստանի տարբեր հատվածներ, ինչը երբեմն ժամանակատար է եղել և բարդ։ Որոշ տեսարաններ նկարահանվել են նաև մարդաշատ վայրերում, ինչը դժվարացրել է նկարահանումների կազմակերպումը։ Չնայած այս դժվարություններին, ստեղծագործական թիմը կարողացել է ավարտին հասցնել նկարահանումները և վերադառնալ Երևան։ Այն, որ Վրաստանում նկարահանումներ են եղել, հուշում է, որ առաջիկա դրվագները հատկապես հետաքրքիր ու դրամատիկ են լինելու։ Արդյոք Հենրին կկարողանա հասնել Անգելինային ու փոխել իր ճակատագիրը, թե ամեն ինչ արդեն կորցրած է։ Ֆաինայի պահվածքը կդառնա նրա համար նոր բացահայտումների պատճառ։ Մի բան պարզ է. Վերջին զանգը հեռուստասերիալը շարունակում է պահպանել լարվածությունը, իսկ Հենրիի պատմությունը դեռ շատ անակնկալներ է խոստանում։ Նշենք, որ այս պահին ամենասիրված ու հետաքրքիր հեռուստասերիալը համարվում է Վերջին զանգը հեռուստասերիալը, և յուրաքանչյուր օր տարբեր հարթակներում ռեկորդային թվով դիտումներ են գրանցվում։ Եվ իհարկե այս ամենը ոչ միայն ստեղծագործական, այլ նաև դերասանական թիմի շնորհիվ է։ Հեռուստասերիալում նկարահանվում են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ նորահայտ դերասան-դերասանուհիներ, ովքեր հասցրել են գրավել հեռուստադիտողների սիրտը, հատկապես Հենրիին մարմնավորող դերասան Լևոն Մկրտչյանը հենց առաջին սերիաներից հասցրեց սիրվել հեռուստադիտողների կողմից, և այս պահին նա համարվում է ամենաերիտասարդ ու ամենասիրելի դերասաններից մեկը։ Դիանա Գրիգորյանին մշտապես հաջողվում է այնպիսի դերասանական կազմ ընտրել, որ հեռուստասերիալը դառնա ռեյտինգային, դիտվող ու հետաքրքիր։ Իսկ մինչ կբացահայտվեն հեռուստասերիալի ամենահետաքրքիր ու ինտրիգային գաղտնիքները, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը, նաև դիտելու ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը, որոնք արվում են հեռուստասերիալների նկարահանման հրապարակներում, և իհարկե, որպեսզի տեղեկանաք հեռուստասերիալում նկարահանվող դերասանների կյանքի ամենահետաքրքիր մանրամասների մասին։ Գրեք նաև ձեր կարծիքը, ինչ եք կարծում Հենրին ու Անգելինան միասին կլինեն, թե նրանց ծնողներին
կհաջողվի նրանց բաժանել, հատկապես երբ Աննան իմանա ողջ ճշմարտությունը ինչպես կվարվի Միքայելի որդու հետ։ Չնայած որ այս պահին Աննան Հենրիին սիրում է հարազատ որդու նման։ Ինչ զգացմունքներ կփոխվի նրա մոտ, եթե իմանա, որ Հենրիի հայրն է այն մարդը, ով իրեն զրկել է հարազատ դստեր ներկայությունից, և հարազատ դուստրը մեծացել է այլ միջավայրում այսքան տարի, և որ նրա ծնողները տեղյակ են, որ Անգելինան Հենրիի քույր ու եղբայր են, և հենց դա է պատճառը, որ նրանք ցանկանում են բաժանվել, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Հենրին ու Անգելինան արյունակցական որևէ կապ չունեն։ Ինչու Վիկտորիան ու ավագը իրենց հարց չեն տալիս, թե ինչպես էր հնարավոր, որ Միքայելը իր հարազատ երեխային նրանց հանձնած լինի։ Բնականաբար այս ամենը հարցեր են, որոնք կպարզվեն շատ շուտով, և Վիկտորիան ու ավագը ևս բացատրություն պետք է տան Անգելինային իրենց անցյալում կատարած արարքների համար։